Գիրք ծննդոց, գլուխ 39, Հովսեփն ու Պետափրեսի կինը։ Եվ Հովսեփին բերեցին Եգիպտոս, և փարավոնի մի պաշտոնյա եգիպտացի Պետափրես դահճապետը գնեց նրան իսմայելացիներից, որ նրան այնտեղ էին իջեցրել։ Տերը Հովսեփի հետ էր, և նա հաջողակ մարդ էր, և իր եգիպտացի տիրոջ տանն էր։ Եվ նրա տերը տեսավ, որ Տերը նրա հետ էր, և թե ինչ որ անում էր, Տերը նրա ձեռքով հաջողում էր։ Եվ Հովսեփը շնորհ գտավ նրա առջև և ծառայում էր նրան։ Եվ սա իր տան վերակացու նշանակեց նրան և իր ամբողջ ունեցվածքը նրա ձեռքը հանձնեց։ Եվ եղավ, որ նրան իր տան ամբողջ ունեցվածքի վրա վերակացու նշանակած ժամանակից հետո Տերը Եգիպտացու տունը Հովսեփի պատճառով օրհնեց, և տիրոջ օրհնությունը լինում էր թե տանը, թե դաշտում նրա բոլոր ունեցվածքի վրա։ Եվ նա իր ամբողջ ունեցվածքը Հովսեփի ձեռքում թողեց, և նրա մոտ կատարված ոչ մի բանից տեղեկություն չուներ, բացի իր կերած հացից։ Եվ Հովսեփը գեղեցիկ էր դեմքով և շատ համակրելի։ Եվ եղավ, որ այս անցքերից հետո նրա տիրոջ կինը աչք դրեց Հովսեփի վրա և ասաց. «Պառկիր ինձ հետ»։ Բայց նա մերժեց և իր տիրոջ կնոջն ասաց. «Ահա իմ տերը չգիտե իր տան եղածից ինչ կա ինձ մոտ, և իր ամբողջ ունեցվածքն իմ ձեռքն է հանձնել։ Այս տան մեջ ինձնից ավելի մեծը չկա, և ինձնից ոչ մի բան չի արգելել, բացի քեզնից, ըստ որում դու նրա կինն ես։ Ուրեմն ինչպե՞ս գործեմ այս մեծ չարիքը և մեղանչեմ Աստծո դեմ»։ Եվ եղավ, որ նա ամեն օր Հովսեփին ասում էր, բայց նա չէր լսում սրան, որ նրա հետ պառկի կամ նրա հետ լինի։ Եվ եղավ, որ նա մի օր իր գործը կատարելու համար տուն եկավ, և այնտեղ տղամարդկանցից ոչ մեկը չկար։ Եվ տիրուհին բռնեց նրա հագուստից ասելով. «Պառկիր ինձ հետ»։ Եվ նա հագուստը թողեց նրա ձեռքին ու փախավ, դուրս գնաց։ Եվ երբ տեսավ, որ հագուստն իր ձեռքին թողեց ու դուրս փախավ, կանչեց իր տան մարդկանց և նրանց պատմեց. «Տեսեք, մեզ համար մի եբրայեցի բերեց, մեզ խայտառակելու համար։ Նա ինձ մոտ եկավ, որ ինձ հետ պառկի, ու ես բարձրաձայն աղաղակեցի։ Եվ երբ լսեց, որ իմ ձայնը բարձրացրի ու աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու փախավ, դուրս գնաց։ Եվ կինը նրա հագուստն իր մոտ պահեց, մինչև Տերը տուն եկավ։ Եվ խոսեց նրա հետ այս խոսքերի նման ասելով. «Ինձ մոտ եկավ այն եբրայեցի ծառան, որ դու բերեցիր մեզ համար, որ ինձ խայտառակի։ Երբ իմ ձայնը բարձրացրի և աղաղակեցի, իր հագուստն ինձ մոտ թողեց ու փախավ։ Եվ երբ նրա տերը լսեց կնոջ խոսքերը, որ իրեն պատմել էր, ասելով. «Քո ծառան ինձ հետ այսպիսի բաներ արեց», նրա բարկությունը բորբոքվեց։ Հովսեփի տերը նրան վերցրեց ու բանտ նետեց այնտեղ, որտեղ թագավորի բանտարկյալներն էին կապված, և նա այնտեղ բանտում էր։ Բայց Տերը Հովսեփի հետ էր, և նրան ողորմություն ցույց տվեց, և նրան շնորհ գտնել տվեց բանտապետի առաջ։ Եվ բանտապետը Հովսեփի ձեռքը հանձնեց բանտում եղած բոլոր բանտարկյալներին, և ինչ որ այնտեղ արվում էր, անողն ինքն էր։ Բանտապետը նրա ձեռքի տակ եղած ոչ մի բան չէր ստուգում, որովհետև Տերը նրա հետ էր, և նրա բոլոր արարքները Տերը հաջողում էր։